Բարև ձեզ, դուք Armenian IT YouTube-յան ալիքում եք, այսօր մենք կանադառնանք մի շատ կարևոր հարցի, այն է թե ինչպես PDF փաստաթղթերից և լուսանկարներից ստանալ տեքստը կամ Word ֆայլ ու աշխատել իր վրա։ Շատ հաճախ, երբ սկանավորված PDF ֆայլերը որևէ փոխարկիչի օգնությամբ փորձում ենք վերածել Word-ի, այդ դեպքում մենք կամ ստանում ենք անհասկանալի սիմվոլներ, կամ էլ պարզապես մի Word ֆայլ, որի մեջ տեքստը զետեղված է որպես նկար, ու մենք ոչ մի խմբագրում չենք կարող անել։ Ես երկար եմ փնտրել համացանցում տարբեր ծրագրեր ու գտել եմ OCR հնարավորություն ունեցող ամենահարմար ծրագիրը, որը թույլ է տալիս պատկերից տեքստը ճանաչել։ Ծրագիրը կոչվում է FineReader PDF, որի միջոցով մենք ոչ միայն կարող ենք բացել ֆայլեր, այլ նաև սկանավորել։ Դե ինչ, սկսենք տեղադրումը։ Բացում ենք այս լինքը, որը ես տեղադրել եմ նկարագրություններում։ Առաջի ցանկից ընտրում ենք Fujitsu SP1425, իսկ երկրորդ ցանկից ընտրում ենք մեր օպերացիոն համակարգը։ Նախորդ տեսանյութում ես ցույց եմ տվել, թե ինչպես իմանանք, թե որ օպերացիոն համակարգն ենք օգտագործում ու քանի բիթանոց։ Իմ դեպքում օպերացիոն համակարգը Windows 10 է։ Ընտրելուց հետո սեղմում ենք Display Software List։ Իջնում ենք ամենաներքևի հատվածը և սեղմում ծրագրի անվան տողում դրված լինքի վրա։ Բացված պատուհանում մուտքագրում ենք սերիալ համարը։ Ես այն ևս թողել եմ տեսանյութի նկարագրություններում, կարող եք պարզապես պատճենել։ Ապա սեղմում ենք Submit կոճակին, ապա սեղմում ենք նշված սեղմումի վրա և սպասում մինչև ներբեռնվի։ Ներբեռնելուց հետո բացում ենք ֆայլը և հետևելով տեսանյութի քայլերին տեղադրում։ Տեղադրելուց հետո կպահանջի գրանցում։ Կարող եք նշել ինչպես ձեր իրական, այնպես էլ ցանկացած այլ տվյալներ։ Ահա և վերջ, ծրագիրը պատրաստ է։ Բացելով այն մենք կարող ենք սկանավորել փաստաթուղթ կամ բացել։ Տեքստը ճանաչելով բացելու համար ընտրում ենք OCR Redactor, ապա ընտրում ենք մեր ցանկացած PDF փաստաթուղթը կամ լուսանկարը և բացում այն։ Բացելուց հետո սկսվում է տեքստի ավտոմատ ճանաչումը։ Մենք կարող ենք ծրագրի ներսում խմբագրել և պահպանել մեր ցանկացած ֆորմատով, կամ էլ պահպանել որպես Word և հետո խմբագրել։ Այս թեմայով այսքանը։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին նոր տեսանյութերը բաց չթողնելու համար։